Ողջույն հայրենակիցներ, թերևս վերջին շրջանի ամենակարևոր բանի մասին ենք մենք այսօր խոսելու։ Առաջին հայացքից խոսքը վերաբերում է ընդամենը մի հերթական հանրահավաքի, բայց իրականում մենք հասել ենք մի իրավիճակի, երբ ամեն օրը կարող է մեզ համար բախտորոշ լինել։ Վաղվա հանրահավաքը ոչ միայն ինքնին հանրահավաք է բողոքի նշան իրավախախտումների դեմ, ի նշան մեր դժգոհության, այլ նաև նախապատրաստական հանրահավաքների շարքին է պատկանում, ևս երկու հանրահավաք սրանից հետո ուրբաթ օրերին, ու հետո մենք փետրվարի 18-ի կարծում եմ շատ կարևոր համազգային նշանակության հանրահավաքով կամփոփենք մեր այս աշխատանքների փուլը։ Գլխավոր կարգախոսը ոչ իրավախախտումների։ Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ դժգոհություն ունեն այսօրվա իշխանությունների եւ առած քաղաքականությունից, այդ դժգոհությունների հիմքում ընկած է մի բան՝ քաղաքացիների իրավունքները ոտնահարվում են, խախտվում են օրենքները, իսկ օրենքները ընդամենը այն բանի համար են, որ իրավունքները ամրագրվեն։ Վաղը մենք կներկայացնենք իրավախախտումների մի հսկայական տրցակ, բայց անգամ դա բավարար չէ ներկայացնելու համար այսօրվա ճգնամժամային իրավիճակ ստեղծած իշխանությունների վարած քաղաքականությունից տարբեր ոլորտներով մեր դժգոհությունները։ Այսօր ես մանրամասների վրա կանգ չեմ առնի, պարզապես ուզում եմ հիշեցնել, մարդիկ սուրճ խմելիս, տնային տնտեսության հարցերով զբաղվելիս, ընկերների հետ ինչ-որ հանդիպումների ժամանակ վերացական խոսելով կամ քննադատելով չէ, անգամ համացանցային հնարավորություններից օգտվելով դժգոհություն արտահայտելով չէ, այդ ամենը պետք է լինի տեսանելի հանրորեն, հանրայնորեն, հետևաբար վաղը ժամը 16-ին կառավարության գլխավոր շենքի դիմաց մենք հանդիպելու ենք եւ այնտեղ կսկսենք մեր այսօրվա իշխանությունների կամ կարգի հրավիրելու կամ նրանից տարանջատման, նրանցից սահմանազատվելու մեր ապագայի համար արմատական նշանակություն ունեցող գործընթացը։ Ես կոչ եմ անում բոլոր քաղաքացիներին իրենց պարտքը համարել, սա մեզ համար չէ, մենք պարզապես հնարավորություն ենք տալիս իրավիճակից դժգոհ քաղաքացիներին, նաև քաղաքական ուժերին, այո, քաղաքական ուժերին, նրանք ովքեր առնչվել են, առնչվում են և հետևանքն են համարում այսօրվա շատ վտանգավոր իրադրության, կացության իրավախախտումները, այդ իրավախախտումների դեմ պետք է ոչ թե տրտնջալ, այլ ուղղակի բողոքել։ Բողոքելը չի նշանակում համաձայնվել, համակերպվել, այդպիսի մտահոգություն ունեցողներ կան։ Բողոքել ընդհանուր մինչև այն, որ դուք չեք արդարացնում ձեզ, եւ եթե սա մենք չենք ասում, ակնկալել, որ իրենք իրենց կհասկանան, արդարացի չէ։ Ես այն մարդկանցից եմ, որ չեմ բացառում նույնիսկ ամենաարատավոր կեցված ունեցող մարդու ինչ-որ պահի ուղղվելը, ապաշխարելը։ Բայց այս փուլում մենք դեռ դրա մասին չենք խոսում, այնպես որ նաև քաղաքական գործիչներ, դուք որ տրտնջում եք, նախապատրաստվում ընտրություններով ինչ-որ բան փոխելու համար, պիտի հասկանանք, որ նաև այդ ընտրությունները կարող են կայանալ միայն այն դեպքում, երբ այսօր մենք արժանի գնահատական գտանք տեղի ունեցող իրավախախտումներին եւ քայլեր կձեռնարկենք այդ բացասական երևույթների դեմ։ Այսպիսով ես որպես ժամանակին մեր ազգի կյանքում մեծագույն դերակատարություն ունեցած մարդկանցից մեկը, չնայած առաջնորդը մեկն է լինում, բայց ես ասում եմ մարդկանցից մեկը, մարդ որ նախապատրաստել է ամենաանհուսալի պայմաններում, նախապատրաստել է մեր ժողովրդի տրամադրությունը պետականության վերականգնման կարևոր գործին, եւ մարդ որ ամենից շատ է հասկանում, թե ինչ լուրջ վտանգի առաջ է կանած մեր պետականությունը, կոչ եմ անում հանուն մեր երեխաների վաղը ժամը 4-ին մասնակցել ոչ իրավախախտումներին հանրահավաքին։ Այսպիսով կհանդիպենք վաղը ժամը 4-ին Հանրապետության հրապարակում կառավարության գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ։ Աստված մեզ պահապան։